Այբը 20 տարեկան է։ Այբի գործունեությունը սկսվել է 20 տարի առաջ, բայց տպավորություն է, թե 3 ենք սկսել, նշում է Արամ Փախչանյանը, որ Այբ կրթական հիմնադրամի համահիմնադիրն ու հոգաբարձուների խորհրդի նախագահն է։ Նրա խոսքով անցյալում արած նախագծերին քիչ են նայում, որովհետև ապագայի պլաններն են մեծ։ Մենք տեսնում ենք մեր ապագան Հայաստանում հիրավի նոր կրթության ձևավորման մեջ։ Մենք տեսնում ենք դրանում մեր կարևոր դերակատարումը։ Մենք իհարկե միայնակ որոշում կայացող չենք, մենք միշտ աշխատելու ենք ձեռք-ձեռքի բոլոր այն առողջ ուժերի հետ, որոնք ցանկանում են իրական փոփոխություն բերել կրթության մեջ, բայց մենք մեր ուրույն տեղը տեսնում ենք եւ տեսնում ենք դա առաջնահերթորեն լավագույն կրթական մոդել ձևավորելու գաղափարի մեջ։ Այբում օգնում են երեխաներին արժեքներ կրող մարդ դառնալ։ Հարցազրույցներից մեկում աստվածաբան Այբի համահիմնադիր Տեր Մեսրոպ Քահանա Արամյանը նշել էր. մենք հիմնվեցինք պլատոնյան 4 առաքինությունների վրա՝ խոհեմություն կամ խոհականություն, արիություն, ողջախոհություն, արդարություն։ Իսկ հոգևորականի դերն ու արդյունքը կրթական համակարգում ինչ ներգործություն է ունենում աշակերտի մարդու վրա։ Հավանաբար ես որոշակի կապ եմ ստեղծում նախ մեր անցյալի հարուստ հոգևոր ժառանգության հետ եւ նաեւ հայ դպրոցյան ակունքների հետ, որովհետեւ այդ շարունակականությունը կրթության հոգևոր ժառանգության շարունակականությունը մեզ համար շատ կարեւոր է։ Եվ երբ որ մենք կրթությունը դիտում ենք իր արժեքային, հենքի վրա, այստեղ թե մենք ինչ իմաստություն ենք ժառանգել անցյալից եւ ինչ արժեքներ ենք բերում այդտեղից շատ կարեւոր է, բայց այբը սոսկ անցյալի մասին չէ, այբը ապագայամետ կրթական հաստատություն է։ Այբի սկսած կրթական շարժումը վարակիչ է, կուտակած փորձը օգտակար, վստահեցնում է Այբ կրթական հիմնադրամի տնօրեն Վահե Գաբրիելյանը։ Նրանք այբականների համար լավ լուր ունեն, որակյալ կրթությունը հասանելի են դարձնում, ընդլայնելով Այբ կրթական ավանն ու ավագ դպրոցի նոր մասնաշենք կառուցում։ Ճարտարապետները աշխարհահռչակ կազմակերպություն է Դանիայից, կոչվում է Björge Ingman Group։ Նրանք շատ հետաքրքիր գաղափար ունեն, կոնցեպտ ունեն շենքի, որը ամբողջովին փոխելու է Հայաստանում կրթական հաստատությունների ճարտարապետության մասին պատկերացումները։ Հիմա մենք նպատակ ունենք ամբողջացնելու այս կրթական ավանը եւ ավելի շատ հնարավորություններ ստեղծելու աշակերտների համար, ընդ որում ոչ միայն մեր տարական դպրոցից, միջին դպրոցից եկող, այլ ուրիշ դպրոցներից նաեւ մեր ավագ դպրոց եկող աշակերտների համար։ Հոբելյանական տարվա միջոցառումների շրջանակում Արամ Խաչատրյան համերգասրահում բարեգործական համերգ կայացավ։ Սոցիալական ծրագրերի 50 եւ ավել տոկոսը հիմնականում ուղղված է կրթական ծրագրերին, անհատի ձևավորմանը, նաեւ անհատի ձևավորման միջոցով հասարակության, այսպես ասած, ազգային նկարագրի առողջացմանը։ Բեմում էին աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանն ու Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ։ Այս անգամ Այբը միավորել էր հազարավոր հանդիսատեսի միասին վայելելու Սերգեյ Խաչատրյանի Դլեյամանն ու Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ սիմֆոնիկ նվագախմբի կատարումները։ Այբի հետ կապված այն բոլոր նախագծերի, որոնք որ պլանավորում են իրականացնել, մեր ներդրում ունենալ եւ կարողանալ համատեղ նոր հաջողություններ գրանցել ի նպաստ մեր երկրի ու ի նպաստ կրթության եւ երաժշտության զարգացմանը։ 20 տարվա ճանապարհ, արժեքներ, կրթություն եւ համայնք ձևավորելու նպատակով։ Այբը ոչ միայն կրթական հաստատություն է, այլև շարժում, որը փորձում է ձևավորել մտածող, պատասխանատու եւ արժեքներ կրող սերունդ։ Հոբելյանական միջոցառումները եւս մեկ անգամ ցույց տվեցին, կրթությունը կարող է միավորել հազարավոր մարդկանց մեկ գաղափարի շուրջ, իսկ առաջիկա ծրագրերը վկայում են Այբի պատմությունը դեռ նոր է սկսվում։ Անիա Բաղյան, Մհեր Դավթյան, Գեգամ Ղազարյան, ABC Media։